Պարտքի քաղաքականությունը ընդհանրապես ամբողջ աշխարհում կա։ 3 տարում 7%-ային կետով ավելացել է, սա ինչ է նշանակում։ Դա, գիտեք, դա այդքան վտանգավոր չէ եւ ես բացատրեցի դա ինչի համեստ, որովհետեւ հակառակ պարագայում, եթե հարկաբյուջետային քաղաքականություն ընդլայնող չլիներ, ընդ որում 2014 թվականի դրամավարկային քաղաքականության կոշտացումների պարագայում եւ դրամավարկային քաղաքականությունն էլ կարծում եմ, որ նորմալ է, որ կոշտացումների գնաց, որովհետեւ կային անհարկի սպասումներ փոխարժեքի մասով։ Դուք բոլորը տեղյակ եք, ես դրա մասին մանրամասն կպատմեմ։ Ամեն դեպքում դա դրա արդյունքում պետք է լիներ, որ պետք է պարտքի միջոցով դու լավացիչ պահանջակ կամ շունչ հաղորդես տնտեսությանը։ Հակառակ դեպքում քո տնտեսական աճի ցուցանիշները ոչ թե կլինեին 3 կամ ենթային այս տարի նակնթալում 2.4, այլ շատ ավելի ցածր։ Բայց բան նախարար, տեսեք, մեր տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է եւ մենք ունենք 7% պետական 7%-ային կետով պետական պարտքի։ Ստացվում է, որ մենք չենք հասել մեր պարտք ավելացել են, բայց տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է։ Դե գիտեք, այդ չափազանց ծանր, շատ աղետալի կամ նմանատիպ ձևակերպումները, գիտեք, պետք է միշտ հարաբերության մեջ նայել։ Բան վարչապետը ասաց։ Սպասեք, վարչապետը իրատեսականությունն է, եւ ես վստահ եմ, որ վարչապետի ազդակը շատ նորմալ է։ Բայց երբ որ մենք ասում ենք, մենք նպատակին չենք հասել, որովհետեւ պարտքին, ես այդ ձևակերպման հետ համաձայն չեմ, որովհետեւ գիտեք, մենք ամեն դեպքում ունենք որոշակի սահմանափակում։ Իհարկե, եթե մենք պարտքը ավելացնենք շատ ավելի կտրուկ, որը որ հաջորդ տարիներին տնտեսական աճ կստեղծեր, բնականաբար ավելի բարձր տնտեսական աճերով կգնանք, բայց մենք միշտ նաեւ հետամուտ ենք եղել, որպեսզի պարտքի գերած չլինենք, այսինքն ոչ թե գնենք Արգենտինայի օրը, որը ասենք 1-2 տարվա ընթացքում ասենք 20-30% աճացրել է իր պարտքը եւ վերջում անհանգիստ կոլապսի։ Մենք գնացել ենք ավելի համեստ տարբերակով, բայց մյուս տարի կլինենք ավելի պահպանողական։ Ես ձեզ խոստանում եմ, հարգելի գործընկերներ, 3 շաբթի օրը մենք այդ հարցերի վերաբերյալ, որովհետև այդ հարցից դուրս է գալու նաև երկրորդ հարցը։ Ես ձեզ հանգիստ նաև կբացատրեմ պարտքի կառավարման ընդհանուր սկզբունքները որոնք են։ Ամբողջ աշխարհում ինչպես է, տեսեք օրինակ, կա միջազգային փորձ։ Ասենք պարտքի ճգնաժամ ունեցել են այն երկրները, որոնց պարտք հնարացուցանիշը եղել է 38.5%։ Դա Ռուսաստանն է եղել 1998 թվականի օգոստոսին։ Եվ նմանատիպ կողքի զարգացող երկիր եւ նմանատիպ ձևով պարտքի ճգնաժամ ունեցել է մեկ այլ երկիր, որի պարտքն եղել է 142%։ Նորից զարգացող երկիր, դա Արգենտինան է եղել։ Այստեղ հարց է առաջանում, ո՞րն է այն պարտքի մակարդակը, որը վտանգավոր է։ Մեր Հայաստանի Հանրապետության համար ես կարծում եմ, որ մենք ամեն դեպքում բարձիկ ունենք պարտքի համար, դա այդքան վտանգավոր չէ, այլ խնդիրը այն է, թե դու ապագա հոսքերը ինչպես ես կայունացնում։ Դրա մասին ես ձեզ կզեկուցեմ։